Հարգելի հեռուստադիտողներ, Գալայ հեռուստաընկերության եթերում կարևորի մասին հաղորդման հերթական թողարկումն է տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան։ Բարև ձեզ։ Ներքաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք զարգացումներ, ՀՀԿ խորհրդի նիստը սպասվում էր, որ թեժ լինելու, բայց որ այս աստիճան սուր շեշտադրումներով կարծես թե որևիցե մեկը չէր պատկերացնում, ինչու այսպես եղավ, ինչ հետևելով զարգացումներին, ինչ գնահատական կտակ։ Կարծում եմ գնահատականների հարցում միանշանակ է, որ այնինչ իր ելույթում թույլ տվեց Սերժ Սարգսյանը, դուրս է քաղաքական տրամաբանությունից եւ հերթական դրսևորումն է բռնապետական կառավարման մեթոդի, որովհետեւ կապ չունի թե ով է այդ ելույթի օբյեկտը, բայց ում է այն ուղղված, ում է վերաբերվում, բայց ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ իր բռնազավթած լիազորությունների, նույնիսկ բռնազավթած լիազորությունների չարաշահում է թույլ տալիս եւ ըստ էության փորձում է Հայաստանում եւս մեկ ուժային գործողությամբ վերահաստատել իր իշխանությունը։ Այսինքն անակնկալ զարգացումներ միջև այդ եղել էին, ինչը դրտեց Սերժ Սարգսյանին դուրս գալ ձեր ասած ճակերտավոր սահմաններից։ Կարծում եմ խնդիրը հետեւյալն է, որ Սերժ Սարգսյանը իր համար որոշում ունի, որ պետք է սահմանադրական փոփոխություններ անի, եւ հիմա ինքը իր գործողությունների տրամաբանությունը բխում է հենց դրանից վերացնել այդ սահմանադրական փոփոխությունների ճանապարհին գոյություն ունեցող ցանկացած խոչընդոտ։ Տվյալ դեպքում այդ որպես առաջին խոչընդոտ նա հաշվարկել է եւ եկել այն եզրակացության, որ առաջին խոչընդոտը ԲՀԿ նախագահն է անձամբ եւ այդ պատճառով դա անձնական հարձակում գործադրեց նրա ուղղությամբ։ Հանրապետական Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը խանգարում է ձեզ, Զարուհի Փոստանջյանին, ընդդիմադիր այլ պատգամավորների եւ գործիչների ինչ էր ակնարկում Աշոտյանը, զուգահեռ նաեւ ասաց, որ ձեզ տեսնում է նախագահի թեկնածու։ Ես անկեղծ ասած Աշոտյանի հաղորդումը չեմ նայել միջև վերջ, պարզաբանել եմ նաև թե ինչու չեմ նայել, ճիշտ է բազմաթիվ նամակներ էին հաջորդ օրը այդ մասին հասցեագրված ինձ եւ ես որոշեցի այդ հաղորդումը նայել եւ երբ համացանցում սկսեցի դիտել հաղորդումը, տեղի ունեցավ շատ հետաքրքիր մի բան, թվարկվում էին Արմեն Աշոտյանի տիտղոսներն ու կոչումները եւ ես Facebook-յան իմեջում գրել եմ այնպիսի տպավորություններ, որ հիմա հարցազրույց է լինելու ոչ թե Արմենի հետ, այլ Կոստանտին Ուստինովիչ Չեռնենկոյի հետ, որի կենսագրությունն ու կոչումները ոչ սկիզբ ունեն, ոչ ավարտ եւ անկեղծ ասած չեմ դիտել այդ հաղորդումը, բայց բանավոր տեքստերից գիտեմ, որ այդպիսի արտահայտություն է արել, որ Գագիկ Ծառուկյանը խանգարում է ինձ կամ որևէ մեկին, ես կարող եմ միայն հետեւյալը ասել, որ եթե վերցնենք խանգարելու այդ քաղաքական տրամաբանությունը, կարող եմ միանշանակ ասել այդ տրամաբանության մեջ, որ ինձ խանգարել եւ խանգարում է Սերժ Սարգսյանը եւ ինչպես նախկինում հիմա էլ իմ քաղաքական գործունեության տրամաբանությունը լինելու է Սերժ Սարգսյանին եւ նրա վարչախմբին իշխանությունից հեռացնելը։ Այնպես որ կարծում եմ Արմեն Աշոտյանը շատ կեղտոտ խաղ է սկսել, այսինքն շարունակում է այդ կեղտոտ խաղը, նրանք փորձում են, այսպես ասած, մի փամփուշտով մի քանի թիրախ խոցել եւ ես դա տեսնում եմ այդ տրամաբանության մեջ։ Պարոն Փաշինյան, ներքաղաքական զարգացումներից երեք խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, նա իշխանություններին կոչ էր արել կանգ առնել, ինչ էր ենթադրում Քոչարյանի հարցազրույցը ընդհանուր առմամբ։ Գիտեք, ես չի ցանկանա մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որովհետեւ կարծում եմ այդտեղ մեկնաբանելու շատ չկա, տեքստը ասված է եւ հենց այդ տրամաբանության մեջ է, բայց իմ տպավորությամբ Քոչարյանը առայժմ այս փուլում փորձում է ինչ-որ զսպող դերակատարում ունենալ իշխանությունների համար, թե ինչքանով դա կհաջողվի, բոլորովին ուրիշ խնդիր է, բայց ես կցանկանայի վերադառնալ
այս ոչ քաղաքականության տրամաբանությանը եւ հանրապետական կուսակցության Սերժ Սարգսյանի եւ նրա քաղաքական թիմի ասելիքին եւ արձանագրել, որ այդ ասելիքը ոչ միայն խոցելի է, այլև իր էությամբ ուղղակի աբսուրդ է, որովհետեւ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում խոսեց բազմաթիվ ինչ որ բացասական երևույթների մասին եւ անկեղծ ասած ես չեմ պնդի թե նրա ասածների մեջ փաստարկումներ եւ ճշմարտություններ չկային։ Պրոբլեմը նրա մեջ է, որ այն ինչ ինքը նկարագրում է, այդ ամեն ինչի թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է։ Եվ եթե այդ պատճառներով ինչ որ մեկը պետք է հեռանա սպարեզից, դա հենց առաջին հերթին ինքը Սերժ Սարգսյանն է, որովհետև նույն հանրապետականները փորձում են առաջադրել տրամաբանություն, թե քաղաքականության մեջ պետքա լինեն ինչ-որ կրթական ցենզով մարդիկ, հա մի կողմ թողնենք այս ձևակերպման խոցելիությունը, հա, բայց թող հանրապետականները այդ դեպքում ձևակերպեն եւ բացատրեն, օրինակ նույն տրամաբանությամբ ինչ գործ ունի ազգային ժողովում, ասենք օրինակ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանրությանը հայտնի Լֆիկ Սամո անունով, ինչ գործ ունի Առաքել Մովսիսյանը ազգային ժողովում, որը ՀՀԿ խմբակցության անդամ է եւ եթե իշխողությունը չի դավաճանում, պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով, ինչ գործ ունի Առաքել Մովսիսյանը ՀՀԿ խմբակցությունում։ Ես տեսա թերթերում եւ համացանցում տեսա, որ Աշոտյանը բողոքել է, որ իր աշակերտները հրաժարվում են սովորել, քանի որ ինչ որ մարդիկ հաջողության են հասել եւ որպես օրինակ բերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի օրինակը։ Ես չեմ ասում, որ այդպիսի օրինակը չի համապատասխանում իրականությանը, բայց ես ասում եմ, սկզբից ձեզ նայեք հայելու մեջ։ Իսկ ինքը Աշոտյանը իր աշակերտներին ինչպես է բացատրում հենց նույն Առաքել Մովսիսյանի գոյությունը ազգային ժողովում, Հայաստանի օրենսդիր բարձրագույն մարմնում, որովհետև հանրությունը ստանում է միայն ազդակներ, եթե Առաքել Մովսիսյան անուն ազգանունը օրինակ ՀՀԿ խմբակցության համամասնական ցուցակով ընտրված լսում է, ուրեմն լսում է, որ մի ինչ որ տգետ ինչ-որ արարքի կապակցությամբ։ Աշոտյանը թող գնա, սկզբից բացատրի իր խմբակցության, իր կուսակցության խմբակցության, նաև իր քվեարկությամբ ձևավորված համամասնական ցուցակի ծագումնաբանությունը, հետո նոր անցնի ուրիշներին։ Ասված է, չէ, սեփական աչքի գերանը չեն տեսնում, ուրիշի աչքի ասեղն են տեսնում։ Եթե ուրիշի աչքում գերան կա, նույնիսկ այդ պարագայում նախ պետք է սեփական աչքի գերանը տեսնել։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին եւ ԲՀԿ-ի ծագումնաբանությանը եւ այսօրվա քաղաքական իրավիճակին եւ քաղաքական չարիքների գոյությանը, ասում եմ, դրա հեղինակը բացառապես Սերժ Սարգսյանն է։ Իսկ ինչու Սերժ Սարգսյանը չարիքից չէր հրաժարվում այն ժամանակ, երբ որ իրենք 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանում էին իր թեկնածությունը։ Եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչու էր Սերժ Սարգսյանը այդ չարիքի հետ կազմում կոալիցիա։ Ինչու էին համատեղ խնջույքներ անում, քեֆեր անում, իրար դիֆերանբներ ձոնում։ Այսինքն ինչ չարիքը այն ժամանակա չարիք, այդ չարիքը ժողովրդի գլխին գոյություն ունի առաջին հերթին Սերժ Սարգսյանի տեսքով արդեն սկսած 93 թվականից։ Պարոն Փաշինյան, տեսեք, նույն Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ մյուսների ներկայությունը ազգային ժողովում եւ ընդհանրապես քաղաքականության մեջ հանրապետականները մեկնաբանում են այսպես, որ նրանք ամեն դեպքում հավակնություններ չունեն ժողովրդին առաջնորդ լինելու։ Ազգային ժողովի падգամավորը բա ինչ հավակնություն ունի կներեք։ Ազգային ժողովի падգամավորը երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության գրող է, բարձրագույն օրենսդիր մարմնի անդամ է, ազգային ժողովի падգամավորի հավակնությունը երկրի քաղաքացիների համար ապրելու հարաբերությունների կանոններ ստեղծելն է օրենքով։ Եվ նրանք այդ մարդկանց, որոնց ցանկը կարելի է շարունակել, վերել նստեցրել են իրենց խմբակցությունում համամասնական ցուցակով։
Այսինքն առաջնորդությունը ո՞րն է լինելու։ Այսինքն Սերժ Սարգսյանը պատրաստ է չարիքը հանդուրժել այնքան ժամանակ, քանի դեռ այդ չարիքը իր կամքը կատարում է, հա։ Եթե իր կամքը չի կատարում կամ համաձայն չէ ինչ որ մի բան, ինչ որ մի տեղ իր հետ, նա արդեն ավտոմատ համարում է, որ չարիքը պետք է հեռացվի ասպարեզից։ Այսինքն սա աբսուրդ է։ Սերժ Սարգսյանը իր իշխանության տարիներին, ընդ որում ես իշխանության տարիներ ասելով նկատի ունեմ 93 թվականից սկսած, երբ որ նա ազգային անվտանգության նախարար էր, Սերժ Սարգսյանը այդ տարիներից սկսած եղել է իշխանության վերին օղակներում եւ ունեցել է միշտ բոլոր լծակները չարիքի դեմ պայքարելու համար։ Եվ եթե ինքը այս ընթացքում չարիքի դեմ չի պայքարել, դուք չեք կարող ցույց տալ որևէ դեպք, երբ որ Սերժ Սարգսյանը պայքարել է չարիքի դեմ։ Սա նշանակում է, որ ինքը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական չարիքը։ Եվ այդ քաղաքական չարիքից պետք է ազատվել։ Այս օրակարգը Հայաստանի Հանրապետության այս հարցը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի առաջին կետն է։ Այլ բան թե ինչպես պետք է դա անել, որ մենք անդադ ոչ թե խոսենք նրան հեռացնելու մասին, այլ իրապես հեռացնենք։ Պարոն Փաշինյան, կարծես թե կրկնվում է 2008 թվականի սցենարը, միակ տարբերությունն այն է, որ այս անգամ Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարեց ու դիմեց կտրուկ քայլերի, հրահանգելով քայլեր ձեռնարկել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու, հարկային ստուգումներ, Հովիկ Աբրահամյանը եւս հայտարարեց, որ ունեն վարչական լծակներ եւ դրանք պետք է կիրառվեն։ Նմանություններ տեսնում եք 2008 թվականի իրադարձությունների եւ ներկայիս զարգացումների միջեւ։ Նմանությունը հետեւյալն է, որ Սերժ Սարգսյանը ապօրինի միջոցներով փորձում է իշխանությունը պահել իր ձեռքում։ Հիմա այսինքն այս առումով այդ ընդհանրությունը ոչ միայն 2008 թվականի հետ է, այլև 2003 թվականի հետ է, երբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռքի տված կեղծեցին նախագահական ընտրությունները, 2007 թվականի նախագահական ընտրություններ, 2008 թվականի նախագահական ընտրություններ, այսինքն սա իշխանության շարունակական բռնազավթման հերթական փուլերից մեկն է։ Եվ ընդհանրությունը հետևյալն է, որ ինչպես այն ժամանակ հիմա Սերժ Սարգսյանը իշխանություն է եւ իշխանության լծակները գործադրում է ոչ թե Հայաստանի զարգացման, այլ իր շրջապատի, իր ընտանիքի անձնական բարեկեցության եւ անվտանգության ապահովման մասին։ Իդեպ Սերժ Սարգսյանը այսպեսի մի նոր ժանր դրեց շրջանառության մեջ, հա, եւ որ մենք ազգային ժողովում խոսում ենք, որ այսպիսի կարծիք կա, այսպիսի համոզմունք կա, ասում են հերյուրանքներ են տարածում։ Սերժ Սարգսյանը, պատկերացնում եք, ինքը խոսում է ինչ-որ չճշտված լուրերի մասին։ Այդ պետք է ինքը ճշտի, թե ինչքանով են ճիշտ Գագիկ Ծառուկյանի կողմից հարկեր չճարելու մասին չճշտված լուրերը, նրա կողմից քրեական հանցանքներ կատարելու եւ հանցանքները քողարկելու մասին չճշտված լուրերը։ Սերժ Սարգսյանը թող առաջինը ճշտի Սաշիկ Սարգսյանի իր հարազատ եղբոր մասին պատտվող, այսպես ասած, չճշտված լուրերը, որ նա Հայաստանում գոյություն ունեցող բիզնեսների տեսանելի խոշոր բիզնեսների մեջ փայ է մտել եւ ընդ որում փայ է մտել ուղղակի տենց լուրեր են, չէ, շրջանառվում, որ եթե Սաշիկ Սարգսյանը մտնում է մի օբյեկտում հաց է ուտում, դուրը գալիս է այդ ռեստորանը, ասենք հաջորդ օրը նա 50% փայ է մտնում։ Այս լուրերը ճշտել է Սերժ Սարգսյանը, թե չի ճշտել։ Իսկ ինչի չի ճշտում այդ լուրերը։ Ես դեմ չեմ, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված լուրերն էլ ճշտեն, բայց քանի դեռ Սաշիկ Սարգսյանի հետ կապված լուրերը չի ճշտվել, ինքը ուրիշ որևէ լուրերի անդրադառնալու իրավունք ուղղակի չունի, ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական, առավել եւս այս կոնտեքստում։ Հասկանում եք, Սերժ Սարգսյանը ինքը իր գործողություններով արդեն խփել է բոլոր ռեկորդները։ Եթե նա ասեր, որ ազգային անվտանգության ծառայությունն ինձ զեկուցել է, որ այսպիսի հանցավոր մեխանիզմ կա, որը ղեկավարում է այսինչ մարդը, որ ֆինանսների նախարարությունն ինձ զեկուցել է, որ այս օպերատիվ տեղեկություններ կան, որ կամ ստուգման արդյունքում այսպիսի բաներ են պարզվել, դա ինչ որ տեղի ֆորմալ առումով կմտներ քաղաքական տրամաբանության մեջ,
Այսինքն սկզբից ասում է, որ լուրերը կան, հետո հանձնարարում է համապատասխան մարմիններ։ Բայց այդ ինչով է զբաղված ձեր ազգային անվտանգության ծառայությունը։ Պերմյակովին չի կարողանում գտնի, բռնի ժամանակին ձերբակալի, չի կարողանում պատտվող լուրերը, այդ ազգային անվտանգության ծառայության պետը այդ լուրերը չէր լսել մինչև հիմա։ Այսինքն այդ լուրերը միանգամից հասնում են Սերժ Սարգսյանին, ով է զեկուցել այդ լուրերի մասին Սերժ Սարգսյանին։ Ազգային անվտանգության ծառայության պետն է զեկուցել, զեկուցելուց հետո ինչի գործողություններ չի ձեռնարկել։ Հարկային հարկերը թաքցնելու մասին ով է զեկուցել, ֆինանսների նախարարն է զեկուցել, բայց զեկուցելուց հետո ինչի գործողություններ չի ձեռնարկել, ինչի չի հայտնաբերել։ Չի հայտնաբերել, որովհետև թույլ չեն տվել, թե չի հայտնաբերել, որովհետև չեն հայտնաբերվել, որովհետև չեն եղել տենց բան։ Հասկանում եք, երկու դեպքում էլ ի վերջո այս հարցերով հետաքննությունը բերելու է Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու։ Առաջին հերթին Սերժ Սարգսյանին, առաջին հերթին Գորիկ Հակոբյանին, առաջին հերթին Վլադիմիր Գասպարյանին, առաջին հերթին Գագիկ Խաչատրյանին։ Եվ ընդհանրապես ինչ կապ ունեն Սերժ Սարգսյանի արտաբերած տեքստերը իրականության հետ։ 2011 թվականին կարծեմ արդյունաբերողների եւ գործարարների համաժողովում Սերժ Սարգսյանը հռչակում է, որ բիզնեսը եւ իշխանությունը պետքա տարանջատվեն։ 2014 թվականին ես իմ ելույթում ազգային ժողովում ասել եմ, Սերժ Սարգսյանը բիզնեսի հետ ամենաշատ սերտաճած պաշտոնյաներով լցրեց կառավարությունը, ամենակոռումպացված պաշտոնյաներով ձևավորեց կառավարություն։ Այսինքն այն ինչ որ ասում է, եթե հասկանում եք, խնդիրը մի այսպիսի հայտնի թևավոր արտահայտություն կա, որ կիսաճշմարտությունը ավելի վտանգավոր է, քան սուտը։ Սերժ Սարգսյանը փորձում է Հայաստանի քաղաքացիներին, քաղաքական դաշտը ենթարկել մանիպուլյացիաների։ Այո, Հայաստանում կան բազմաթիվ չարիքներ։ Ես դա ասել եմ եւ շարունակում եմ կրկնել, օլիգարխների ձևով, հանցավոր խմբավորումների ձևով, ովքեր աշխատում են քաղաքական տանիքի տակ, եւ այլն, բազմաթիվ չարիքներ կարելի է նշել։ Միանշանակ է սակայն մի բան, որ թիվ 1 չարիքը Հայաստանի Հանրապետության համար Սերժ Սարգսյանն է եւ նրա կրիմինալ թիմը, որի միջոցով նա մարդկանց ահաբեկելով, ունեզրկելով, չգիտեմ, գուցե այդ ինչի մասին է խոսում Սերժ Սարգսյանը, երբ ոստիկանության զորքերի հրամանատարը ասում է, եթե Սերժ Սարգսյանի հասցեին իմ ներկայության բան ասեն, ականջները շանթուլի նման կկտրեն։ Սա նշանակում է, եթե այս հայտարարությունից հետո ներքին ոստիկանության զորքերի հրամանատարը դեռևս շարունակում է պաշտոնավարել, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի իրավակարգ։ Այսինքն մի հանցավոր խմբավորում կներեք այդ բառից համար հանցավոր կոդլ բռնազավթել է իշխանությունը եւ հասու բոլոր միջոցներով ուղղակի պահում է այդ իշխանությունը։ Այնպես որ ինչի համար եմ ասում, մենք շատ դեպքերում սխալվում ենք, երբ տեղի ունեցողը փորձում են քաղաքական վերլուծության ենթարկել, որովհետև տեղի ունեցող process-ները քաղաքականության հետ շատ քիչ առնչություն ունեն։ Քաղաքականության հետ առնչվում են նրանով, որ այս բաները, այս ռազմորկանները տեղափոխել են օրենսդիր մարմին, գործադիր մարմին, Բաղրամյան 26։ Դուք տեսեք, թե ինչ բառապաշարով են իրար հետ շփվում ազգային ժողովի պատգամավորները։ Մեկին ասում է աչոտ է տալու, ճշտի բազար են տանում, հասկանում եք, սա անարգանք է, ընդ որում երկու կողմից է։ Սա անարգանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Եթե իրենք այդպեսի գողական են գնում, հա, բանը իմ սիրած հերոս կապիտան Ժեգլովը ուներ հայտնի արտահայտություն, որ должен сидеть в тюрьме։ Եթե դուք գող եք, գողական եք, ուրեմն ձեր տեղը բանտն է, դուք ինչ գործ ունեք ազգային ժողովում։ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո դուք նորից հանդես եկաք նրան իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությամբ։ Ես Սերժ Սարգսյանի ելույթից հետո չեմ հանդես եկել,
նրան impeachment-ի նախագիծ շրջանառության մեջ դրել։ Գիտեք, որ ես այդ նախագիծը շրջանառության մեջ եմ դրել անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին։ Եվ ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով գլխադասային հանձնաժողովում նա 1 ամսյա ժամկետում պետք է դրվի քննարկման եւ մինչեւ Սերժ Սարգսյանի ելույթը հարցը արդեն իսկ մտել էր պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ, այսինքն դա ուղիղ կապ չունի Սերժ Սարգսյանի, այսինքն կապ չունի Սերժ Սարգսյանի ելույթի հետ, չնայած հիմա մենք դիտարկում ենք, որ այդ պաշտոնանկության նախագծի մեջ ավելացնենք, քննարկում ենք իրավական ձևակերպումները եւս մի կետ, որը կվերաբերվի Սերժ Սարգսյանի վերջին ելույթին։ Գիտեք, որ առաջին շրջանառությունից հետո մի կետ եւս ավելացել է, որը կապված էր Երանոսյանի տխրահարճակ հայտարարության հետ։ Հիմա ուսումնասիրում ենք հնարավորությունը, ինչու եմ ասում, ուսումնասիրում ենք, որովհետեւ Սահմանադրական դատանի մասին օրենքը պաշտոնանկության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին պաշտոնանկության նախագծին շատ չոր պայմաններ է առաջադրում եւ շատ դեպքերում կարեւոր է թե ինչքանով խնդիրը հնարավոր կլինի իրավական ձևակերպում տալ Սահմանադրական դատանի մասին օրենքի պահանջների շրջանակներում։ Այսինքն այս ամսի 20-ի քննարկումը նշանակված հարցը կապ չունի ելույթի հետ։ Ու հիմա ամսի 20-ին առաջիկա ուրբաթ օրը պետաիրավական հարցերի հանձնաժողովում նշանակված է հարցի քննարկում։ Ինչ է կարծում այս անգամ միացողներ կլինեն, հատկապես Բարգավաճ Հայաստան խմբակցությունից։ Ես հիմա չեմ կարող ասել միացողներ կլինեն թե չեն լինի։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է, որ դուք գիտեք, որ ամսի 20-ին ոչ իշխանական ուժերը նշանակել են հանրահավաք եւ ամսի 13-ի ելույթով Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը առաջադրել է Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու շատ հստակ պահանջ եւ դրանից հետո քաղաքացիական պայմանագիր միավորումը, որի կառավարման խորհրդի անդամ եմ, հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծելով, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջը եւ սպասում է ոչ իշխանական եռյակի կողմից Սերժ Սարգսյանին պաշտոնից հեռացնելու գործողությունների ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որից հետո արդեն ավելի կոնկրետ վերաբերմունք կարտահայտի այս խնդրի վերաբերյալ։ Ես ասեմ, որ ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որովհետև ամսի 20-ին փաստորեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության կոնտեքստում նշանակված է երկու միջոցառում։ Մեկը ազգային ժողովում մեր նախագծի քննարկումն է, մյուսը ոչ իշխանական եռյակի հանրահավաքը եւ կարծում եմ, որ չի կարելի թույլ տալ, որ այդ երկու իրադարձությունները որևէ կերպ հակադրվեն իրար եւ ես չեմ բացառում, մենք հիմա քննարկում ենք այդ հարցը, որ ուրբաթօրյա քննարկումը, այսինքն այդ նախագծի քննարկումը ես մինչեւ 1 տարով կարող եմ հետաձգել։ Սա ինչ է նշանակում, որպեսզի դե յուրե պարզ դառնա, սա նշանակում է ոչ թե այդ նախագիծը շրջանառությունից դուրս է գալիս, այլ մինչև 1 տարվա ժամկետում, որ պահին դիմեմ պետաիրավական հարցերով հանձնաժողովին, հանձնաժողովը պետք է այդ հարցը դնի քննարկման։ Ես ասում եմ, որ այդպիսի հնարավորությունը ես չեմ բացառում, որ ուղղակի այդ օրվա քննարկումը կհետաձգենք մենք, որպեսզի ավելի պարզ դառնա մեզ, թե ոչ իշխանական եռյակը ինչպես է պատկերացնում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը եւ այդ նոր իրողության պայմաններում դիտարկենք impeachment-ի նախագիծը։ Մինչև 1 տարով նախագիծը հետաձգելուց հետո հնարավոր է ձեզ տեսնենք փետրվարի 20-ին արդեն ազատության հրապարակում։ Ես անկեղծ ասած մենք մեր հայտարարությամբ մեր դիրքորոշումը արտահայտել ենք, մենք ասել ենք, որ սպասում ենք Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու
կոնկրետ ճանապարհային քարտեզի հրապարակմանը եռյակի կողմից, ինչու եռյակի կողմից, որովհետև փաստացի այս process-ը, քաղաքական process-ը, որ տեղի է ունենում, ոչ իշխանական ուժերի եռյակն է ղեկավարում, եռյակն է պլանավորում գործողությունները եւ կրում առանցքային պատասխանատվություն դրա համար, մենք սպասում ենք այդ գործողությունների ծրագրի հրապարակմանը, որից հետո արդեն կկոնկրետացնենք մեր հնարավոր մասնակցությունը process-ին։ Ինչ ենք ասում հնարավոր մասնակցությունը, որովհետև ելի եմ ասում, ոչ իշխանական եռյակը պետք է հրապարակի, թե ինչպես է ինքը պատրաստվում Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից, ինչ կոնկրետ գործողություններով եւ ըստ էության պետք է ասի, թե ինչ է ակնկալում այն քաղաքական ուժերից, ովքեր եռյակի անդամ չեն, դուրս են, եւ պետք է ասի կոնկրետ, թե ինչ է ակնկալում, ինչպիսի, չգիտեմ, դիրքորոշում, օգնություն է ակնկալում կոնկրետ քաղաքացիական պայմանագրից, եւ երբ այս հարցերի պատասխանը մենք կունենանք, դրանից հետո մենք կարձանագրենք մեր դիրքորոշումը, որը կլինի կոնկրետ իրավիճակից բխող։ Ես ուզում եմ ասել հետեւյալը, թե ինչու է նաեւ մեր դիրքորոշումը այսպեսին, կարծեմ ձեր եթերում նույնպես ասել է, մենք ինքներս մեզ համար քաղաքական գործունեության կոնկրետ պայմաններ եւ կանոններ ենք մշակել։ Ես էլի եմ ասում, Սերժ Սարգսյանի կամ ընդհանրապես Հայաստանում իշխանապահության պահանջը նոր չէ, եւ ավելի մոտ շուրջ 20 տարի Հայաստանում խոսվում է իշխանապողության մասին եւ իշխանապողություն տեղի չի ունենում եւ մեզ համար շատ կարեւոր է որ որևէ իշխանապողության որևէ process ինքներս մենք մեր առաջ պայման ենք դրել որ եթե մենք ձեռնարկենք պետքա մենք հանրությանը շատ պարզ մատչելի բացատրենք թե ինչպես ենք իրականացնելու այդ իշխանապողությունը Այսինքն մենք մեր գործունեությունը սկսելիս ասել ենք, որ եթե մենք մարդկանց հրավիրենք ազատության հրապարակ եկած կանգնած մարդը պետք է շատ հստակ պատկերացում ունենա, ինչի համար է ինքը այդտեղ, ինչ գործողություններ ինքը պետք է իրականացնի եւ ինչպես է հասնելու իր վերջնական նպատակին։ Եվ հասկանալիորեն, եթե մենք այսպիսի նախապայմաններ կամ նախապայմաններ չէ, պայմաններ կամ կանոններ սահմանել ենք այն process-ի համար, որը ենթադրաբար ինքներս պետք է հարուցենք, բնականաբար մենք այլ process-ի մասնակցելիս նույնպես պետք է այդ պայմանները, որը առաջին ինքներս մեզ համար ենք սահմանել, այդ պայմանները պետք է պահպանենք։ Հարգելի հեռուստադիտողներ, Գալա հեռուստաընկերության եթերում կարևորի մասին հաղորդման հերթական թողարկումներ տաղավարում հյուրընկալել էինք ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք։